Տեսակ իրենց առաջարկները, իսկ ընդդիմությունը փորձում է իր առաջարկներով ներգրավել իր ընտրողներին, սպասում է, որ բավականին թեժ մրցապայքար է լինելու ընտրությունների նախաշեմին, բավականին շատ կուսակցություններ են կոնե թե այս պահի դրությամբ հայտ ներկայացրել, որ պետք է մասնակցեն, կուսակցություններից զատ նաև քաղաքական կառույցներ ևս մասնակցելու են ընտրություններին, ոմանք խմբավորումներ, խմբակցություններ կազմելով, միավորվելով, ոմանք միանձնյա, այնպես որ բավականին այսպես մեծ սպասելիքներով մենք գնում ենք դեպի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ եւ մեր զրույցի թեման այսօր հիմնականում դա է լինելու, իսկ զրուցակիցս Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ինչպես նաև կուսակցության կողմից 26 թվականների ընտրություններին առաջադրված վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն է։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Իմ կողմից շատ մեծ հանդգնություն կլինի, եթե ձեզ խնդրեմ ինձ ասել, թե մենք ինչպես կարող ենք հեռարձակել այս նաև մեր էջով։ Պարոն Զուրաբյան, ես ձեզ կօգնեմ, ինքս նաև ձեր էջով դուք կարող եք մտնել մեր նաև մեզ հետևողներին եմ խորհուրդ տալիս, մտեք մեր Facebook կներեք YouTube-յան էջ։ Դա արդեն արել եմ։ Սեղմեք կիսվել Էդել եմ արել։ Նշանը։ Այո։ Սեղմեցիք։ Սեղմեք Facebook բաժին, Լենտա Նավաստի, հա։ Դա բերում է այսպեսի մի բան։ Լենտա Նավաստի եւ հիմա վերևում տալիս եք կիսվել։ Կիսվել թե հա, post, այսինքն։ Դալի անում եք հաջորդ։ Եվ հրապարակել, Չէ, այդ արել եմ, այդքան արել եմ եւ այսպեսի մի բան է հայտնվել։ Այդ դեպքում ես հիմա ձեր էջում կկիսվեմ, բայց որպեսզի չչարաշահենք մեր ժամանակը, միջև ես կիսվեմ ձեր էջում, հույս ունեմ նորմալ արդեն կերևա, ինչպես որ այստեղ իմ էջում է երևում։ Եվ անցնենք մեր բուն թեմային, զրույցին, մարդիկ սպասում են։ Նախ շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ իմ տաղավարում տեսնել, պարոն Զուրաբյան։ Խոսելու ենք, ինչպես ասացի, ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից առաջարկվող ժողովրդին առաջարկների, ինչով են նրանք փորձում գայթակղել եւ հավաքագրել, հա, եթե կարելի ասել այդ քվեները մարդկանց եւ ընդդիմությունը կոնտր ինչ առաջարկ ունի։ Տեսեք, իշխանությունները ի սկզբանե առաջարկվում են եւ այսօր երևի թե նրանց հաղթաթուղթն է խաղաղությունը։ Եվ նրանք այսպես դրոշակի նման անդադ ասում են, որ մենք ենք միակ այն քաղաքական ուժը, որը բերեց խաղաղություն։ Եվ նաև հակառակ ընդդիմությանը ներկայացնելով ասում է, որ նրանք սեպարատիստներ են, անջատողականներ, ահաբեկիչներ եւ պատերազմի կողմնակիցներ են, նրանք պատերազմ են բերելու, եթե դուք ընտրեք ընդդիմությանը, ընդդիմադիր որևէ ուժի։ Եվ Փաշինյանի ջրաղացին վերջերս նաև Մյունխենում ջուր լցրեց Ալիևը, փորձելով իբրև թե հաջորդին հասկացնել, եթե ուզում եք խաղաղություն, ապա մենք պետք է գնանք եւ ընտրենք Նիկոլ Փաշինյանին, նաև իրենց աջակցությունը հայտնեց Վենսը հանձին Ամերիկայի, Եմեն է հայտնել եւ Թուրքիան է, հա, հայտնել հանձին իրենց փող արտգործ նախարարի, կներեք։ Եվ այսպիսով այդպիսի մեծ աջակցություն եւ այդպիսի ծանր հաղթաթուղթ ունենալով Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ինքը միանձնյա հավաքելու է այն քվեները, որը իրեն կօգնի, որպեսզի ինքը նորից վերարտադրվի։ Ընդդիմությունը ինչ առաջարկ ունի եւ օրինակ ինչպիսի հակափաստարկներ եք բերում, որ դուք գալով պատերազմ չեք բերելու մեր երկրին։ Դուք ասելով ընդդիմությանը եւ գուցե նաեւ մասնավորապես ձեր կուսակցությանը, ձեր ուժին։ Շատ լավ։ Նախ այն հանգամանքը, որ Ալիևը ասում է, որ Փաշինյանին եթե չընտրեք, մենք խաղաղություն չենք ունենա, արդեն նշանակում է, որ մենք խաղաղություն չունենք, որովհետև դա նշանակում է, որ Ալիևը ցանկանում է կառավարել Հայաստանը, այսինքն նշանակել իրեն համար հարմար կառավարիչներ, որոնք կկատարեն իր պահանջները։ Այսինքն ինքը պատրաստ չի հարգել հայ ժողովրդի կամքը։ Պատրաստ չի օրինակի համար ընդունել մեկ այլ ղեկավարի ընտրությունը։ Նախ ես չեմ կարծում, որ այդպես է։ Իհարկե, եթե հայ ժողովուրդը իր մեջ համարձակություն գտնի եւ արժանապատվություն գտնի ընտրելու մեկ այլ մարդու, որը Ալիևի փաթաթածը չի, Ալիևը չի գնալու որևէ կոնֆլիկտի։ Ինչու՞։ Ինչն է խանգարելու։ Որովհետև այստեղ խնդիրը հետևյալն է։ Ի վերջո
եթե գալիս է ռացիոնալ իշխանություն, ռացիոնալ մտածող, իրատեսական, նաև որոշակի իրողությունները ընդունող իշխանություն Հայաստանում, այդ իշխանության հետ ինքը արդեն ստիպված է լինելու խոսելու։ Եթե այդ իշխանությունը չի գալիս, ասենք, մի անգամից գրոհում, չգիտեմ, Արցախի ուղղությամբ կամ չի գնում այդ Կիրանցի կողքը հանձնված 3 գյուղերը հետ բերելու եւ այլն, այն վիճակը, որ այսօր կա աշխարհում, Ալիևը չի կարող իրականում որևէ բան ագրեսիա ձեռնարկել։ Այսինքն աշխարհը պետք է խանգարի, պարոն Զուրաբյան, այն դեպքում ես մի բան ասեմ, ընդհանրապես Հայաստանի դեմ 10 պատերազմը, որ տարավ Ադրբեջանը, դրանք բոլորը հետևանք են Նիկոլ Փաշինյանի իշխանության սխալների։ Իդեպ, երբ որ ասում են մենք ձեզ խաղաղություն ենք բերել, որպես հաղթաթուղթ են օգտագործում, դա բացարձակ սուտ է։ Իրանք մեզ խաղաղություն չեն բերել, իրանք մեզ բերել են պարտություն եւ նվաստացում։ 10 կոնֆլիկտ ենք ունեցել Փաշինյանի իշխանության ժամանակ։ Ու միշտ կրել ենք պարտություններ, ջախջախում, Արցախի կորուստ, 5000 մարդու կյանքերի կորուստ, մեր ստրատեգիական բարձունքների կորուստ եւ այլն եւ այլն, այսինքն արդեն ինքնիշխան տարածքի կորուստ, ել չեմ ասում, որ այն ընթացքը, որով հիմա մենք գնում ենք այս թրիպի ծրագիրը իրականացնելու, այդ ըստ էության բերում է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակմանը Սյունիքում։ Եվ ուղղակի ստանում ենք մի վիճակ, երբ Միացյալ Նահանգների ձեռքերով Ադրբեջանին տրամադրվում է հայտնի Զանգեզուրի միջանցքը, նրանց անխոչնդոտ երթևեկության համար։ Այսինքն այս մարդիկ ամենաքիչ իրավունք ունեն խոսելու նրա մասին, որ իրանք բերել են խաղաղություն։ Առայժմ խաղաղություն էլ չեն բերել, որովհետև Ալիևը հրաժարվում է իր ստորագրությունը դնել խաղաղության պայմանագրի տակ։ Ասում եք, միջև սահմանադրությունը չփոխեն, վերջին Մյունխենյան հայտարարության ժամանակ կարծեմ, եթե չեմ սխալվում, թե լրատվամիջոցներին տված հարցազրույցի ասել է, միջև Հայաստանի Հանրապետության իշխանությունները չփոխի իր սահմանադրությունը իր երկրի, ես ստորագրության խաղաղության համաձայնագիր չեմ ստորագրել։ Դե հիմա նայեք ինչ է ստացվում։ Ստացվում է, մեզ ասում են, եթե այս մարդուն չընտրեք, խաղաղություն չի լինի։ Եթե սահմանությունը չփոխեք, անկախության հռչակագիրը չհանեք, սահմանություն չի լինի, խաղաղություն չի լինի։ Այսինքն ի՞նչ է նշանակում, ուր է Հայաստանը, ուր է հայ ժողովրդի ինքնիշխան կամքը։ Փաստորեն մեզ ոչ թե խաղաղություն են պարտադրում անգամ, ոչ թե խաղաղություն են մեր հետ կնքում, այլ մեզ ուղղակի պարտադրում են, ինչ ասեմ, կայսրական մի կառավարում։ Ադրբեջանը, Ալիևը սրանից հետո պետք է կառավարի Հայաստանում։ Ի վերջո կներեք, որ այս բաները մենք բոլոր այս պահանջները կատարենք։ Նախ դրան հետևելու են նոր պահանջներ։ Առավել ևս, որ Հայաստանը գնալով հայտնվելու ավելի ու ավելի կախյալ վիճակում Ադրբեջանից։ Նոր պահանջներ 300,000 ադրբեջանցիների վերադարձ, մի օր կասեն մոսկիտները պետք է կառուցվեն, մի օր կասեն ադրբեջաները պետք է դառնա պետական լեզու Հայաստանում եւ չի երևում, ասենք որտեղ պետք է կանգնի այդ process-ը, որովհետեւ եթե դու լրիվ Ադրբեջանի ձեռքում գտնվող կախյալ պետություն ես, որին կարող են ցանկացած պահանջ թելադրել, որտեղ է քո ինքնիշխանությունը։ Ինքնիշխանությունը ավարտվում է։ Արդեն այս երկու պահանջով ինքնիշխանությունը ավարտվում է։ Դոս դրանցից մեկով է ավարտվում։ Այդ սահմանության փոփոխության, Նիկոլ Փաշինյանի մնալու եւ այլն, ինքնիշխանությունը ո՞րն է։ Այսինքն մենք պետք է ընդունենք Ադրբեջանի կառավարումը մեծ հաշվով Հայաստանում։ Կամ Թուրքիայի։ Այսինքն սա է այսպես կոչված խաղաղության գինը չեմ ասի, նպատակը անգամ։ Այսինքն ստեղ ուր է խաղաղություն։ Ստեղ ուղղակի հանձնվելու գործընթաց է գնում եւ ես հենց գլխավոր մեսեջը, որ ուզում եմ տալ մեր հանրությանը, հետեւյալն է. հանձնվելով խաղաղություն չեն ստանում։ Իրականում հանձնվելով դու բերում ես ավելի շատ պատերազմ ու դա լինելու է։ Սա նախընտրական բան է։
նախընտրական զինադադար ընդամենը խաղաղասիրական։ Հենց որ Ադրբեջանը ստանա իր համար անհրաժեշտ պայմանները Հայաստանում, այսինքն իր կողմից հլուհնազանդ կառավարվող մի բան, այդ ղեկավար, որը այլ բան չի անում, քան պառակտություն է մտցնում հայ ժողովրդի մեջ, ասենք այս իր եկեղեցական այս տերորով, սահմանության օրենքների բռնաբարումով, ինքը արդեն այլևս զգալու է, որ Հայաստանում դիմադրություն չկա, որպես պետական օրգանիզմ Հայաստանը այլևս դիմադրության ընդունակ պետություն չի, այդ դեպքում կներեք ցանկացած հարմար վիճակում Ադրբեջանը կարող է ձեռնարկի մի օպերացիա, որի անունը կդնի, ասենք, մեր, չգիտեմ, Նախիջևանի, ասենք, քաղաքացիների անվտանգության եւ իրավունքների ապահովման օպերացիա եւ ասենք գրավի ինչ որ կարևոր տարածքներ, որը վաղուց իրենք երազում են եւ միշտ իրենց դասագրքերից սկսած միջև իրենց բոլոր այդ հանրային դեբատներում այդ բաները խոսում են, չեն էլ թաքցնում իրենց նպատակները։ Հիմա ուր է խաղաղություն։ Իսկ մեր ասածը հետեւելն է, հանձնվելով խաղաղություն չեն ստանում։ Հանձնվելով ստանում են հանձնվելով դու հրավիրում ես պատերազմ։ Այ խաղաղությունը ստանում ես ուժեղանալով, հզորանալով, ցույց տալով պետական կամք։ Այդ ժամանակ դու շանս ունես խաղաղություն ստանալու։ Դա ուղիղ է նա, ինչ որ մենք առաջարկում ենք։ Տեսեք ինչքան կարևոր մենք առաջարկ ենք անում։ Մենք ինչ ենք ասում։ Ասում ենք, լավ, թրիփը, ասենք, արդեն իրողություն է, ի վերջո շատ վատ բան եք բանակցել, բայց բանակցել ավարտվել է, հիմա դա արդեն փաստ է, միջազգային պարտավորություններ են ստանձնած Հայաստանի կողմից։ Անխուսափելի, այսինքն անշրջելի է։ Դե այդ առումով մենք պետք է հասկանանք, որ ցանկացած պատասխանատու ուժ, որը գա Հայաստանում իշխանության ղեկին, ինքը արդեն պետք է հաշվի նստի ստեղծված իրավիճակի հետ եւ ստեղծված միջազգային պարտավորությունների հետ, որը Հայաստանը ստանձնել է, որտեղ եթե այդ պարտավորությունները պայթեցնում ես, դու ստանում ես արդեն, ասենց ասեմ, հիմնավորված պատերազմ այն առումով, որ Ադրբեջանը կարող ասի, դե տեսեք, Հայաստանը ինքը հրաժարվեց խաղաղության բոլոր իր բաներից, պարտավորություններից։ Բայց մենք ինչ ենք ասում։ Լավ, հասկացանք, Փաշինյանի այս հիմարության, տգիտության, ասենք, դավաճանության կարևոր չի, արդյունքում ապաշնորություն, ասենք, մենք ունեցել ենք այսպիսի կորուստներ, մեր երկրի ողնաշարը, բանակի ողնաշարը ջարդված է, պարզավոր ստեղծված է մի հատ իրավիճակ, երբ որ ինչ որ զիջումների ստիպված ես գնալու։ Համարենք, որ Ադրբեջանը ինչ որ պահանջներ ունի, որ մենք ընդունել ենք, այսինքն որ ինքը կարողանա մեր տարածքով կապվել Նախիջևանի հետ։ Բայց այստեղ հարց է ծագում։ Այդ Ադրբեջանը իր ուզածը ստացավ, մենք էլ մեր բոլոր կոմունիկացիաները այսուհետև պետք է իրականացնենք, եթե այդպես է մնում իրավիճակը, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով, այսինքն մենք շարունակում ենք կախվածության մեջ մնալ։ Այդ խաղաղության վիճակ չի։ Մեր առաջարկը հետեւյալն է։ Մենք ասում ենք դուք այդ ձեր ստորագրած փաստաթղթերում 20 անգամ գրել եք ինքնիշխանություն։ Մենք ունենք չէ այդ ինքնիշխանությունը։ Հետևաբար մենք կարող ենք մեր տարածքի վրա կառուցել, ասենք, երկաթուղի, որը կկապի Հայաստանը, նախ Հայաստանը իր ներսում իրար կկապի, այսինքն մենք Ագարակից սկսած, Մեղրիից սկսած կարանք Հայաստանի տարածքով երկաթուղային կապով կապվել, ասենք, Երևանի, Գյումրիի հետ, բայց ավելի կարևոր է, որ Հայաստանը ստանում է դեպքում, եթե մենք դուրս ենք գալիս Իրան, միանում ենք նավահանգիստներին, երկաթուղով դուրս են գալիս Իրան, մենք արդեն ստանում ենք հասանելիություն հնդկական այդ օվկիանոսի նավահանգիստներին իրանական, ստանում ենք երկաթուղային կապ Չինաստանի հետ, որը շատ կարևոր է, ստանում ենք հնարավորություն ավելի
լավ պայմաններով առևտրատնտեսական հարաբերություններ ունենալ, ասենք Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Չինաստանի եւ այլն, իսկ հիմա հայտնի է, որ գլոբալ այդ հարավը ամենատնտեսապես արագ զարգացող բանն է, տնտեսություններն են ընդհանրապես աշխարհում, այսինքն մեզ համար կենսական նշանակություն ունի մեր ժողովրդի բարեկեցության համար, մեր տնտեսության զարգացման համար այդ ամեն ինչը ունենալը։ Հիմա մենք ասում ենք լավ, ձեզ համար կենսական էր ադրբեջանցիք, ձեզ համար կենսական էր Թուրքիայի հետ կապը, Միջին Ասիայի հետ կապը, դուք ստանում եք դա։ Մեզ համար էլ կենսական է սա։ Մենք դա կարող ենք ստանալ, թե չէ։ Բայց դուք Ամերիկայի հետ պետք է բանակցեք, Ադրբեջանը ինչ կապ ունի այստեղ։ Ի վերջո ամերիկյան նախագիծ է, ամենայն դեպս այդպես ներկայացվում է, պարոն Զուրաբյան։ Դրա համար մեր առաջարկածը հետևյալն է։ Մենք TRIPS-ը չենք մերժում, չենք պայթացնում, որպես արդեն կատարված փաստ, իրողություն, ոչ բարով խերով, այս իշխանությունների ձեռքով, բայց մենք ասում ենք, որ եկեք այդ խաղաղությունը, այսպես կոչված, որը դեռ կառուցված չի, բայց պետք է լինի, եկեք նրան ամրապնդենք, դարձնենք կայուն հիմքերով երկարաժամկետ խաղաղություն, որում մենք ինչ որ չափով ունենք իրավահավասարություն Ադրբեջանի հետ, թեկուզ մենակ այն չափով, որ մենք կարողանանք մեր ինքնիշխան տարածքով մեր կոմունիկացիոն պրոյեկտները իրականացնել։ Եվ մենք ասում ենք, որ ուրեմն TRIP-ի փոխարեն մենք առաջարկում ենք TRIP plus BRICS ծրագիրը։ Ինչ ենք դե այդպես, դա պայմանական անուն է, այստեղ խնդիրը այն է, որ այդ երկաթուղին մենակ մեզ չի պետք։ Այդ Հայաստան-Իրան երկաթուղին մենակ մեզ չի պետք։ Հայաստան-Իրան երկաթուղին իրականում աշխարհաքաղաքական նշանակություն ունի նաև մի շարք երկրների համար, Իրանի համար, Չինաստանի համար, Հնդկաստանի համար, նրանք միշտ այդ հետաքրությունը ներկայացրել են եւ այդ պրոյեկտները իրականում չեն կայացել հիմնականում միայն մի պատճառով, որ կոնկրետ Փաշինյանի կառավարման դեպքում ինքը անձամբ տորպեդահարել է դա, անձամբ տաբու է դրել, արգելք է դրել դրանց իրականացման վրա։ Կամ իրեն թույլ չեն տվել։ Այդ ես գիտեմ, այդ ես շատ լավ գիտեմ, որովհետեւ մենք 19 որոշմամբ, հա, այդպես։ Իր անձնական որոշմամբ, անգամ ամբողջ կառավարությունը կողմեր, մենք էկոնոմիկա այն 19 թվին էկոնոմիկայի նախարարության հետ ենք ունեցել շատ արդյունավետ բանակցություններ, այդ առաջարկը գնացել է բանի այդ ենթակառուցվածքի նախարարություն, բոլորը դրական բան են տվել, Մահեր Գրիգորյանի հետ ենք զրույցներ ունեցել, լրիվ կողմեր դրան, անձամբ Փաշինյանը այդ պրոյեկտի իրականացումը կանգնեցրել է 19 թվին, թույլ չի տվել, այն ժամանակ իր շրջապատն էր դրա բանա շատ հետաքրքրված, Արսեն Գասպարյանն էր, իր խորհրդական էր ազգային անվտանգության գծով, այն ժամանակ մամլուք հարտուղար էր Վլադիմիր Կարապետյանը, մենք ունեցել ենք այդ բաները, այդ դիսկուսիաները եւ կար շատ դրական վերաբերմունք բոլորի կողմից, ասում եմ անձամբ Փաշինյանը իր կամքով կանգնացրել է այդ պրոյեկտի իրականացումը։ Մենք 19 հիմնավորել է ինչու ինչ մտավախություններ մեզ ինքը ինչն է, բայց ինչն է ինքը հիմնավորել երբևիցե, ինքը ուղղակի վնասը տվել է, հետո արդեն կամ արդարացրել է դա, կամ չի արդարացրել։ Այսքան դեռևս 19 թվականից որոշված էր, որ լինելու է TRIP-ը, հա, հիմա կապ չունի ինչ անուն է ստանալու այդ TRIP-ը, բայց մենք կարող ենք միայն կռահել։ Բայց 19 թվին TRIP-ի մասին խոսակցություն չկար, պատերազմի անգամ մասին խոսակցություն չկար, եւ կար էս հետաքրքրվածությունը էս երկաթուղին ստեղծելու, որը եթե ստեղծվեր, մենք չենք ունենա այդ պատերազմը, չենք ունենա այս ահավոր զարգացումները, բայց դա, ասում եմ, նա խափանեց անձամբ։ Դրա մեջ գիտեք ինչքան մարդ է ներգրաված եղել, չինացիք, մեր դեսպանները Չինաստանում, տարբեր երկրներում, սա եղել է շատ լուրջ process, որը ինքը տապալել է անձամբ։ Հիմա մենք 21 թվականի ընտրություններին, եթե հիմա ուշադիր մեր սայթում էլ դրված է, մեր ծրագիրը եթե կարդաք Հայ ազգային կոնգրես, մենք նորից էս երկաթուղու, մենք հենց առաջին անգամ հրապարակային գնացինք,
այս երկաթուղու պրոյեկտը դնելով մեր ընտրական ծրագրի հիմքում։ Հիմա բնականաբար վաղուց ենք խոսում սրա մասին, հիմա ինքը առավել կարևոր նշանակություն է ստացել, որովհետև ասում եմ, այս վիճակում, որ մենք հայտնվել ենք, ինքը ելք է։ Ինքը ելք է մի քանի առումով, ինքը սարքում է Հայաստանը տրանզիտային երկիր Վրաստանի հետ միասին կապող Պարսից ծոցը Սև ծովի հետ, ինքը ապահովում է մեր ներքին լոգիստիկան, անվտանգության առումով եւ տնտեսության առումով, այդ 27 կայարանը, որ պիտի սարքվի, բանից Գագարինից սկսած Սևանի, Ավազան, Վայոց, Զանգեզուր, դրանք բոլորը դառնում են տնտեսական ակտիվության գոտիներ։ Շատ կարևոր է, աշխուժանում են, այնտեղ ուղղակի բնակչությունը կշնչի, կապրի, ագին կվերադառնան, դրանից կշահի, հա, եւ կվերադառնա եւ կավելանա։ Եվ բացի դրանից ամենակարևորը միգուցե էտենա, որ ունենալով այդպիսի ճանապարհ, մենք դառնում ենք ավելի անկախ Ադրբեջանից։ Այն առումով, որ եթե ունես ալտերնատիվ ճանապարհ, քո առևտրատնտեսական հարաբերությունները, դու արդեն անկախ ես։ Դու կարող ես էլի ընտրես Ադրբեջանով քո բաները տանելու, քո այդ ապրանքները, բեռները տանելու ճանապարհը ընտրես Ադրբեջան, եթե իրանք լավ պայմաններ առաջարկեն։ Բայց Ադրբեջանը կորցնում է այդ իր դիրքը որպես քո վրա ճնշման գործիք օգտագործելու կարողությունը, որովհետև դու ասես դե լավ, չես ուզում, մենք ունենք այս Իրանի ճանապարհը, դրանով կտանենք։ Հասկանում եք, այսինքն սա բոլոր առումներով շատ կարևոր բան է։ Հիմա հետարքիր process է գրում, մենք ասես միայնակ էինք այս ամեն ինչում։ Լրիվ միայնակ էինք։ Հա խոսում ենք սրա մասին, ոչ մի արձագանք, ոչ մի քաղաքական ուժ դրա մասին չի խոսում։ Վերջերս տեսա այսինքն երեք պարզվում է հրապարակվեց այդ Ծառուկյանի այդ առաջարկ Հայաստանին այդ ինչ որ բաներ, թեզիսներ եւ ահա նաեւ այդ առաջարկները նաեւ վերջապես եւս մեկ ուժ ընդգրկել է դա միջև այդ մի հատ էլ կուսակցություն կա, որ այդ բանը արել էր, այդպես անգամ ողջունել էր ՀԱԿ-ի առաջարկը, հիմա նաև Ծառուկյանի մոտ փաստորեն դա հայտնվեց, բայց մենք իհարկե սրանունը չենք դրի պլագիատ, խանդի տեսարաններ չենք անի, մեզ համար կարևոր է, որ գնալով մեծանա շանսերը այդ պրոյեկտի իրականացման։ Ինչքան ավելի շատ, ես շատ կուրախանամ օրինակի համար գերանքը կոտրի, ինչքան շատ լինեն իրականացնողները։ Ես շատ կուրախանամ, որ օրինակի համար Սամվել Կարապետյանից ուզնել որդեգրի այդ պրոյեկտը որպես կարևորագույն մի դե ԿՊ-ի վրա արդեն խաչ են քաշել, նրանք չեն էլ ոչ մի բացատրություն չեն տալիս, երևում է, որ սա ուղղակի բան է, իրանց վրա դրած պայման է։ Իրանք սա մասին չեն կարող խոսել։ Պարոն Զուրաբյան, ինչու եմ սա հարցնում։ Այդ ձեր առաջարկը լավ առաջարկ է, ընդունելի է, գնահատելի է, բայց որքանով է իրատեսական դրա իրականացումը։ Եթե Փաշինյանի վրա այդպիսի ձեր ասած ինչ որ ճնշումներ գործադրելով կամ արգելքներ կիրառելով թույլ չեն տալիս, որպեսզի ծրագիրը ավելի ընդլայնվի, նոր իշխանությունները համարենք, որ այդպիսի երջանկություն է Հայաստանի վրա, այդպիսի լավ բան է եղել եւ նոր իշխանություններ են եկել։ Իրանք ինչ հնարավորություն ունեն այդ ծրագիրը իրականացնելու։ Արդյոք նույն ճնշումները չեն շարունակվի, նույն սպառնալիքները չեն շարունակվի եւ լեզու հնարավոր կգտնի։ Հարց է, բայց խնդիրը սա է, կամ դու խամաճիկ ես, կամ դու ինքնիշխան իշխանություն ես, կառավարություն ես։ Ամբողջ խնդիրը սրա մեջ է։ Եթե դու խամաճիկ ես, բնականաբար անգամ եթե դու ունես փաստարկներ, դու չես կարող ներկայացնես այդ փաստարկները։ Դու չես կարող այդ առաջ տանես, որովհետև դու խամաճիկ ես, դու ընդհանրապես անում ես այն ինչ որ քեզ պարտադրվում է։ Իսկ Փաշինյանի դեպքում հենց դա է կատարվում։ Ինքը բուտաֆորիա է, իրան տանում են ուղղակի, ասենք, ամերիկա-ադրբեջանական այդ գործարքին, իրականում դա ամերիկյան, իսրայելական, ադրբեջանական գործարքի, ինքը գնում է այնտեղ ստորագրելու կարգավիճակով։ Ասենք Թրամփը իր հետ չել հանդիպում, ասենք Ալիևի հետ միշտ ունենում է իր առանձին հանդիպումը, ընդհանրապես Բաքու Իսրայել էս կապերը դիվանագիտական շատ ուժեղ, գնում են առաջ եւ այլն, Նիկոլին ուղղակի տեղյակ են պահում, որ ստորագրելու գործ կա։ Ու ինքը գնում է ու ստորագրում է։ Ստորագրություն։ Հա,
ինքը չի ներկայացնում հայկական շահը, ինքը չի ասում, որ լավ, այս բոլորը ինչ որ բան ստացակ, բա մենք ինչ ենք ստանալու այս ամենի, այսինքն ընդհանրապես ստանալու ենք, որ մեր գլխին չեք խփելու խաղաղություն։ Հա, ընդ որում հիմա բերել են բանի Վենսի այդ այցի ժամանակ, J.D. Վենսի, Ամերիկայի փոխնախագահի այցի ժամանակ, որը պատմական են համարել, բերել են, ստորագրել են գլխավոր փաստաթուղթը, դա միջուկային խաղաղ էներգիայի շուրջ համագործակցության խնդիրն է։ Այսինքն, այդ այն պրանիկն է, էլի, որ մեզ տալիս են, այսինքն, այսքանից հետո գոնե մի բան պիտի տան, չէ՞, բայց պարզվում է, որ ուսումնասիրում ես, մասնավորապես կարդում ես CNN-ի հոդվածը, որը տպվել է հունվարի 18-ին, կարդում ես, այնտեղ շատ օբյեկտիվորեն վերլուծվում է, պարզվում է Միացյալ Նահանգները մինչև հիմա որևէ ֆիրմա չունի աշխատող մոդուլային ռեակտոր։ 3 մոդուլային ռեակտոր կա աշխարհում, մեկը Ռուսաստանում է, երկուսը Չինաստանում է։ Ամերիկացիք մինչև հիմա չունեն որևէ Հա, ուստեղ սկսում է միած ստերի տարապ, դե իշխանության կամակատարները եւ պրոպագանդիստները, օրինակի համար Արամ Սարգսյանը, մեկ էլ հայտնում է, որ գիտեք 50-ական թվականներին սկսած մոդուլային բաներ են, ռեակտորներ են եղել Ամերիկայում։ Հիմա էլ ամենալավն են իրանք։ Երկու հատ բացարձակ սուտ։ Նախ 50-ական թվականներին իսկապես եղել է այդպեսի փորձ ստեղծելու փոքր բաներ, ռեակտորներ, բայց դրանք տնտեսապես բացարձակապես անշահավետ են եղել եւ այդ ծրագրերը փակվել են։ Այսինքն ոչ թե 50-ական թվականներից մինչև հիմա զարգացրել են, հիմա այլ ունեն, չգիտեմ, 50-ական թվականին դա ձախողվել է։ Բայց Արամ Սարգսյանը ասում է, որ բան է 50-ական թվականներից այդ ծրագիրը զարգանում է, ձախողվել է հիմա նոր տեխնոլոգիաների խոստմամբ, ասենք փորձում են նորից այդ գաղափարը աշխատացնել, բայց պարզվում է, որ մինչև հիմա ոչ մի աշխատող դիզայն չունեն։ Եվ հա, բայց Արամ Սարգսյանը ասում է, այսօր աշխարհում գործող ամենալավ մոդուլային ռեակտորները, փոքր մոդուլային ռեակտորները դա ամերիկյանն են։ Ապշում ես, այսինքն այդ մարդիկ ինչ են ծախում, որտեղից են վերցնում այդ ինֆորմացիաները։ Իրենք անգամ վերսի ասածն են։ Նույն Արամ Սարգսյանը ժամանակին մի հատ հրապարակել էր մի փաստաթուղթ, որտեղ առաջարկել էր, որ մենք մեր ջրային տնտեսությունը հանձնենք Մեծ Բրիտանիայի կառավարմանը։ Քանի որ իրանք ոչ մի բան չեն կարդում, ես դրանից հետո մյուս օրը տպեցի, որ BBC-ի մեծ հոդվածը, BBC-ի նրա մասին, որ ջրային կառավարումը Մեծ Բրիտանիայում բացարձակապես տապալված բան է։ Այն աստիճանի է տապալված, որ նոր տների շինարարությունն է արդեն այլևս անհնար, այդ համակարգը չի վերանորոգվում, ինքը կոլապսի մեջ է գտնվում։ Հասկանում եք, իրենք չեն էլ կարդում այդպես բաներ։ Հենց այնպես ասում են, ինչ որ մի հատ հեքիաթ, մի հատ ուրվական եւ այլն, ու անդրադառնում են, որ ահա մենք արևմուտքի հետ բանը պիտի համագործակցենք։ Արևմուտքի հետ համագործակցության լավ ծրագիր մենք ենք առաջարկում։ Մենք ասում ենք ատոմային էներգետիկան հաստատ ավելի լավ է Ռուսաստանի հետ, բայց կա մի ուղղություն էներգետիկայի, որը պետք է արևմուտքի հետ զարգացնել։ Դա ակումուլյացիոն հզորությունների կուտակման բանն է, ուղղությունն է, որտեղ դու եթե ակումուլյացիա չես անում, էներգիայի պահպանման հզորություններ չես ստեղծում, դու քո արևային էներգիան դու չես կարող զարգացնես։ Մենք արդեն հասել ենք 1 տրիլիոն գիգավատ ժամի այդ բանը տարեկան բանի այդ արտադրության, որը եկել է այն սահմանին, որ արդեն անկայունություն է առաջացնելու մեր էներգետիկ համակարգում, կարող է բլեքաուտներ լինեն, բաներ, այսինքն այդ վթարային անջատումներ եւ այլն եւ այլն։ Անկայունության, այսինքն սրանից հետո արևային էներգետիկա կարող է զարգացնել միայն զուգահեռ կուտակային հզորության զարգացման հետ։ Հիմա այս մարդիկ անտեսում են, իսկ կուտակային հզորությունների զարգացման հարցում կան լիդերներ, Միացյալ Նահանգներ, Նիդերլանդներ, Գերմանիա, Իտալիա, այդ հարցում ռուսները զրո են, չունեն, այդ տեխնոլոգիաները չունեն։ Ուրեմն փոխանակ գնանք այն տեխնոլոգիաներով, որը իսկապես կարելի համագործակցել, որով իսկապես արևմուտքը ավելի լավ է, քան Ռուսաստանը, դուք հենց պատկերացրեք սրանց տրամաբանությունը։ Գնում են հենց այն ոլորտում են զարգացնում, որտեղ Ռուսաստանի առաջարկը ավելի լավն է։
Պարոն Զուրաբյան, որովհետև իրենց միակ նպատակը գուցե եւ պատվերը, չգիտեմ, Ռուսաստանի տարածաշրջանից ամեն առումով դուրս մղելն է, այդ թվում եւ Հայաստանի։ Այսինքն մենք ինչ խնդիր ենք լուծում։ Արդեն հարավկովկասյան երկաթուղու խնդիրն է։ Այսինքն մենք ոչ թե Հայաստանի շահերի հետ կապված խնդիր ենք լուծում, որովհետեւ ես sense եմ պատկերացնում, Հայաստանում նորմալ ինքնիշխան կառավարություն պետք է նստի ասի, Ամերիկա դու ինչ կարաս տաս, այս հարցերում եկեք բան անենք, հզորացնենք, դրոներ կարաս տաս, շատ լավ է, այս կարաս տաս, այս տեխնոլոգիաները, այդտեղ շահավետ բան անենք, բայց ուրվականների մասին չխոսանք, մոդուլային ռեակտորների մասին չխոսանք, որովհետև դա խաբեություն է, դեմագոգիա է։ Առաջի դիզայնով այդ բաները, ռեակտորները սպասում են 30-ական թվականներին, դրանից հետո, եթե մենք հետևենք ընթացակարգերին, պետք է այդ բանը Ամերիկայում աշխատի 3 տարի, մագատեն էլ պիտի սերտիֆիկացիա անի, ու դրանից հետո նոր կարելի է խոսալ ինչ-որ գործարքների մասին։ Բայց հիմա մենք օդի մեջ ինչ-որ բաներ ենք խոսում, բայց արդեն Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ բանը կտրում են, կապերը խզում են։ Լավ, ինչ իմաստ ունի, ուզում եք դիվերսիֆիկացիա անել, ես դեմ չեմ, ադրբեջանական գազ էլ առեք, իրանական գազ առեք, որ ռուսական գազից բան անեք, եթե իրանք ավելի լավ պայմաններով են տալիս։ Այսինքն այլընտրանք լինի։ Հա, ու այդ դեպքում կներեք, այլ կլինի իսկական դիվերսիֆիկացիա։ Դուք ունենաս ատոմային էներգիայի լավագույն առաջարկը, որը Ռուսաստանն է եւ աշխարհի երկրների մեծամասնությունը օգտվում են հենց Ռուսաստանի մատուցած փաթեթներով, որովհետեւ դա իսկապես լավագույնն է, բոլոր առումներով գինը, որակը, չգիտեմ, սպասարկման փաթեթը, այդ բան ուրանի մատակարարումը եւ այլն, որպես փաթեթ լավագույնն է։ Դրա համար աշխարհի երկրների մեծամասնությունը օգտագործում են ռուսական միջուկային էներգիայի այդ բաները։ Հա, չէ, այդ ռուսական տեխնոլոգիաներով են կառուցում, այսինքն այդ առաջարկներն են ընդունում։ Ռուսաստանի այդ ուղղությամբ բաները, քո բանը, գազը, բենզինը Ռուսաստանից մի բեր, չգիտեմ, եթե կարաս Իրանից, չգիտեմ, Ադրբեջանից, այլ երկրներից եւ այլն, իսկ կուտակային էներգետիկայի առումով գնա ամերիկացիների հետ խոսա։ Հայտնի Իլոն Մասկը այդ հարցում շատ լուրջ խորացած բան է, բայց ավելի հետաքրքիր են հոլանդական տեխնոլոգիաները։ Գնանք դրանք վերցնենք, դրանց մասին խոսենք։ Այսքան պարոն Զուրաբյան, ընդդիմությունը հանձին օրինակ ձեր կուսակցության բազմավեկտոր համագործակցության քաղաքականության կողմնակից է։ Ես չէի ասի, որ չնայած օրինակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանում հայտարարեց, որ իրենք եւս բազմավեկտոր քաղաքականություն են իրականացնում արտաքին եւ ոչ դեմ են որևէ պետության Ռուսաստանն օրինակ, ոչ էլ կողմ են։ Հավասարության նշաններ դրեց, բայց իրենց գործունեությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում, գործողությունները, քայլերը, ծրագրերը։ Նախ խոսենք ընդդիմության մասին, ես չեմ կարծում, որ ընդդիմությունը միասնական է այս հարցում կամ բոլորը այդպես են, չէ, ես օրինակ չեմ էլ պատկերացնում մեզնից բացի ով է այդ բազմավեկտորը, ասենք դրա անունը դնենք թե այտենց անկախական այդ կոնցեպտի մեջ, որ այսինքն բոլորի հետ մենք պետք է գտնենք համագործակցության ձևեր։ Ելով է այդպեսի, չէ, ես չեմ տեսնում։ Կամ ծայրահեղ արևմտամետ են, կամ ծայրահեղ ռուսամետ են։ Ես կհրավիրեմ իմ տաղավարում, կհարցնենք, կիմանանք ով ինչ վեկտորի կողմից է, բայց խոսենք կոնկրետ։ Մենք օրինակ դեմ ենք։ Մենք դեմ ենք, մենք համարում ենք, որ Հայաստանի շահերի համար այդպեսի մի հատ ինչ-որ կոնկրետ բան ունենալը միտությունը արևմտամետություն կլինի դա թե հակառուսականություն կլինի թե պրոռուսականություն կլինի, դրանք վնասակար են մեր համար։ Մենք առաջարկել ենք երկիր կամուրջ կոնցեպտը։ Այսօր որ գնում ես Զվարթնոց, արդեն այդ կոնցեպտը այնտեղ կարող ես գտնել, որովհետև Զվարթնոցից դու կարող ես նկատի ունեմ օդանավակայանը, կարող ես Ռուսաստան էլ թռնես, Իրան էլ թռնես, Միացյալ Նահանգներ, Եվրոպա թռնես, չգիտեմ, Միջին Արևելք եւ այլն, Թուրքիա։ Այսինքն այդ փոջուր մի տեղում այդ մոդելը արդեն կիրառվել է ու տեղից երևում է դրա պոտենցիալը, որտեվ ինչքան էլ իրար հետ
հակամարտեն աշխարհաքաղաքական ուժերը, իրանց պետք է իրար հետ ինչ որ կապ ունենալ։ Ու այդ կապը հիմա իրականացվում է, ասենք, Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, չգիտեմ, միջոցով։ Okay, այսինքն դա հնարավոր է։ Բայց ինչ կնով է հնարավոր, պարոն Զուրաբյան, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախապայմանները կատարելով այս պահին։ Չէ, ով ասեց։ Այսինքն դա ինչ կապ ունի, ռեյսերը, ասենք, եթե մենք ունենք ռեյսեր դեպի Եվրոպա, դեպի Իրան, դա ոչ մի բանի նախապայմանի հետ կապված չի։ Թուրքիայի մասին է խոսքը։ Իսկ իհարկե, եթե դու չկառուցես Իրանի հետ այդ երկաթուղին, դու ստիպված կախյալ ես լինելու Ադրբեջանից, նրա ճնշումներից, եւ ահա ինքը քեզ կարող է պարտադրի ցանկացած բան։ Կարող ասի, այս երկրի դու չպետք է ընդհանրապես հարաբերություն ունենաս։ Օրինակի համար, սա բոլորին հայտնի է, որ իրականում Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ ուզում են, որ մենք չունենանք միջուկային էներգետիկա։ Ուզում են փակել, դա վաղուց իրանց ծրագիրն է։ Հիմա այս ուղղությամբ, որ sense մենք շարունակենք, ու այսինքն իբր թե սա բանա դեմագոգիա է, մենք իբր թե ինչ որ ուրիշ ռուսական միջուկային էներգետիկան փորձում ենք փոխարինել ամերիկյանով, բայց ամերիկյանը ուրվական է, գոյություն չունեցող տեխնոլոգիա է։ Հետևաբար միակ արդյունքը լինելու է այն, որ դու դադարեցնելու ես բանը քո միջուկային էներգետիկայի պատմությունը Հայաստանում։ Էս են ուզում։ Եվ այո, ադրբեջանցիք ու թուրքերը ամեն ինչ անելու են, որ դու խզես քո կապերը Ռուսաստանի հետ։ Բնականաբար։ Ես դրա համար եմ ասում, մենք մեր համար հիմա գլխավոր խնդիրը ստանալ մանևրի դաշտ, ստանալ հնարավորություն ունենալ տարբեր ընտրանքներ։ Էս է ամենակարևոր բանը։ Եթե դու մնաս այս տրիպի բանի, այս պարտավորության տակ, հա, սա նշանակում է դու էլ ելք չունես։ Դու ուղղակի քեզ թողում են գոյատևել, դու էլ որպես պետություն ոչ ստրատեգիական զարգացման հեռանկարներ ունես, ոչ քո ինքնիշխան կամքը դրսևորելու, ոչ մի բան չունես։ Ի վերջո, եթե մենք մնում ենք այս տրիպի շրջանակներում, Ադրբեջանը ու Թուրքիան քեզ ամեն ինչ կարող պարտադրեն։ Ու իրանք շահագրգռված չեն, որ Հայաստանը, հա, միգուցե ասեն, լավ, թող տենց մի քիչ գյուղատնտեսություն զարգանա կամ չգիտեմ ինչ զարգանա, ոչ ավել։ Այդ թող մի հատ ցենց պուճուր աննշան պետության կարգավիճակով Հայաստանը գոյատևի որպես բանա, ինչ որ մի հատ սատելիտային պետական կազմավորում, որի մեկը բոլոր պաշտոնները իրանք վերահսկելու են, եթե սենց շարունակվի։ Կներեք, սա ի՞նչ է։ Սա այն է, ինչ որ մենք ուզում ենք ունենալ։ Դե Հայաստանի վիլայեթացումն է, որի մասին խոսվում է, պարոն Զուրաբյան։ Լավ, վիլայետի կարգավիճակ չեն տալու, ենթավիլայետը, չգիտեմ, դա լինելու է Ադրբեջանի ենթաշրջան։ Այս կարգավիճակն է նախատեսել։ Արևմտյան Ադրբեջան, չգիտեմ, հա, դա ոչ միայն մենք ունենալու ենք ընդամենը ենթաշրջանի կարգավիճակ Նիկոլի հաղթանակի դեպքում, այլ նաև միևնույնն է իրականացվելու է Արևմտյան Ադրբեջանի պրոյեկտը, որովհետև կամաց պիտի բերեն ճնշումով կլինի, համաձայնությամբ կլինի, կամաց պիտի փորձեն ժողովրդագրական իրավիճակը փոխել ագրեսիվ ինվեստիցիաներով, չգիտեմ, բանով, միգրացիոն տարբեր ճնշումներով մարդկանց պիտի բերեն, ասեն, այս մարդիկ պիտի ապրեն, իրանք միշտ եղել են Հայաստանի քաղաքացի, հիմա պիտի գան ապրեն։ Ու դու չես կարողանա դրան դեմն առնել։ Մենք այդտեղ ենք առաջարկ անում, որ իրականում մենք պետք է օրենսդրություն ընդունենք, որը պետք է հատուկ ստատուս շնորհի ինչ որ պետություններին, բարեկամական պետությունների ստատուս, որոնք կունենան ներդրումային քաղաքականության եւ միգրացիոն քաղաքականության առումով առավելություններ։ Օրինակի համար խնդրեմ, Ֆրանսիան բարեկամական երկիր է։ Ֆրանսիան ինչքան ուզում է թող ներդրում անի, ու մենք հատուկ առավելություններ կսահմանենք իրենց համար։ Ֆրանսիացիք ինչքան ուզում են թող գան Հայաստանում ապրեն, կարելի է մտածել այլ պետությունների մասին նաև, որոնք բարեկամական պետություններ են, ինչու՞ չէ, ասենք Էմիրատների մասին։ Հա, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դեպքում մենք պետք է փորձաշրջան սահմանենք։
հիմա կներեք, եթե Ադրբեջանը շարունակում է իր համակարգային այդ հայատյացությունը, որը դրսևորվում է բոլոր պետական մակարդակներով, այդ Արևմտյան Ադրբեջանի ծրագրի գոյությամբ, բանի այդ աշակերտների դասավանդման առումով, որ Հայաստանը չգիտեմ ինչ են, մարդ չեն եւ այլն եւ այլն։ Բաքվում մեր հայրենակիցներին ցմա դատապարտելով չմոռանալ։ Հիմա, այսինքն եթե մարդիկ իրանք չեն գնում հաշտության, խաղաղության, էլի ֆորմալ խաղաղություն ստորագրենք, փորձենք իրանց հետ նորմալ հարաբերություններ ունենալ, բայց մենք այդ առավելությունները չենք տա իրանց։ Ոչ ներդրումային առումով, ոչ միգրացիոն առումով։ Մենք պետք է 100% համոզվենք, իսկ դրա համար պետական հատուկ մարմիններ կլինեն, որոնք այդ գնահատականը կտան, որ ոչ մի չգիտեմ, չարագուշակ, ոչ մի չարամիտ ծրագիր այդ պետությունները մեր տարածքում չունեն։ Այդ բանը, որ այդ փորձաշրջանը, որ անցնեն, չգիտեմ ինչքան կպահանջվի, այդ իրանցից է կախված։ Կլինի 10 տարվա մեջ, թե 20 տարվա մեջ, այդ ժամանակ կշնորհենք իրանց այդ բարեկամական երկրի կարգավիճակը։ Քանի որ այդ մասին խոսեցիք, պարոն Զուրաբյան, 5 րոպե ժամանակ ունենք, 5 րոպեում ինձ թվում է կկարողանանք մեկնաբանել, հնարավոր է կասեցնել այն ընթացքը, որը այս իշխանությունները սկսել են մասնավորապես խաղաղության համաձայնագրի կետերի շուրջ բանակցություններ եւ արդեն պատրաստվում են, համենայն դեպս մեր կողմը պատրաստվում է ստորագրել, մենք գիտենք ինչ Հայաստանի համար վտանգավոր կետեր կան, այսինքն հնարավոր է խզել այդ ամենը, ինչ պայմանավորվածությունները, հա, Ադրբեջանի հետ խզել, որոնք հակահայկական են եւ մեր շահերից չեն բխում։ Հնարավոր համարում եք դուք։ Ես դες ավելին ասեմ, ինչքան էլ իշխանությունը գնա զիջումների, ինչքան էլ խորանա այս զիջումների քաղաքականության, ամեն պահին էլ մեկը ավելի կարևոր է, որ գա ինքնիշխան կամք ունեցող մի իշխանություն, որը ճիշտ է, ինչքան իրանք խորանան, այնքան դժվար է լինելու շրջել որոշ բաներ։ Բայց միևնույն է, այս process-ը այնքան տեղ ունի զարգանալու, որ ինչ-որ պահից դու որ այդ կանգնացնես ու արդեն գնաս քո ինքնիշխան կամքի հաստատման ուղղությամբ, դա մեկը օգտակար է ու դա հնարավոր է։ Դա հնարավոր է։ Այսինքն եկավ նոր իշխանությունը, ասում է, ես չեմ ընդունում նախկին իշխանության ոչ մի բաներ կան, որ չեն կարող այդպես մերժել։ Բաներ կան, որ չեն կարող։ Օրինակ Արցախը չեք կարող, իհարկե, նորից վերադարձնել բանակցային սեղան, դա հնարավոր չէ այս պահի դրությամբ համենայն դեպս, բայց օրինակ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումները հնարավոր է հետ շպրտել ադրբեջանական զորքը, որ եկել են, հաստատվել են եւ տարի ամիս խորանում են։ Միակ տարբերակը այն է, որ Ադրբեջանը տեսնի, որ կա պետություն, որը հզորանում է։ Այս միակ տարբերակն է։ Այդ հզորացման տարբերակներն էլ հետևել են, նախ դու պետք է մեծ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնես, մասնավորապես այս մեր ընտրական ծրագրի մեխը Հայաստան-Իրան երկաթուղային կապի ստեղծումը։ Այսինքն տնտեսապես պետք է հզորացնել։ Պետք է տնտեսապես էլ հզորացնես, աշխարհակահաղական բալանսն էլ վերականգնես եւ մեր գլխավոր մեխերից մեկը, այս բացի նրանից ինչ որ ես ասացի, դա տեխնոլոգիական հեղափոխությունն է Հայաստանում, որի իրականացման մանրամասն ծրագիրը մենք ունենք, հեսա մեր ոդքասթներից մեկում կներկայացնենք դա եւ ընդհանրապես խորհուրդ կտայի, ով որ հետաքրքրվում է մեր 19 թվի այդ WCIT այդ բանի ժողովի ժամանակ արված մեր հայտարարությունը, գումարած մեր 21 թվի ընտրական ծրագիրը, կարդան մենք մեր տեխնոլոգիական հեղափոխության ծրագիրը կներկայացնենք, որովհետև ամենակարևոր բանը եթերը փակելուց առաջ ես պետք է ասեմ, լավ, խաղաղություն ասենք հաստատեցիր, այդ անվտանգությունը հաստատեցիր, ինչ որ հարցեր լուծեցիր, որոնք իրականում բավականին բարդ հարցեր են, բայց եթե դու լուծեցիր, դու մեկը չես կարողանում որպես սենց ասեմ ազգ, որը գտել է իր տեղը համաշխարհային արևի տակ, որովհետև քանի դեռ դու չես դուրս գալի կարևոր այսպես կոչված խորշային տեխնոլոգիաներում այդ առանցքացի եզր, այսինքն դու չես դառնում որոշակի տեխնոլոգիաների առումով միակը, որ ամենամեծ հաջողությունների է հասել, դու շարունակում ես մնալ շահագործվող ազգ տնտեսական առումով։
Աշխարհում ոչ մի բարեկեցություն չի եկել առանց տեխնոլոգիայի։ Դա աշխարհի պատմությունն է ցույց տալիս, եթե ինչ-որ մեկը կասկածում է, ես խորհուրդ կտայի կարդալ բարի Սամարետացիներ գիրքը, որը Սամարացիներ գիրքը, որը գրել է հարավկորեական շատ լուրջ տնտեսագետ Հա Ջուն Չանգը, որը ամբողջ համաշխարհային պատմությունը տնտեսության վերլուծել է հենց այդ տեսակետից եւ գտել է, որ միայն տեխնոլոգիայով որևէ ազգ, որևէ ժամանակաշրջանում կարողացել է տնտեսական ճեղքում ունենալ։ Չինացիները մեզ օրինակ բանասել։ Իհարկե, իրենք ուղղակի ինչ ասեմ, կենտրոնացած են տեխնոլոգիաների վրա։ Որտեվ հասկանում են, բանալին դա է։ Եվ բայց մենք չենք տեսնում, բացի մեզնից ով է խոսում տեխնոլոգիաների մասին։ Եվ պարոն Զուրաբյան, երկու նախադասությամբ հնարավոր է իշխանություններին հաղթել, այդպես ասեմ, կամ ճանապարհել ընտրություններով։ Երկու նախադասությամբ ասեք եւ եզրափակենք։ Հնարավոր համարում եք դուք, տեսեք, հիմա կասեք, եթե հնարավոր չհամարենք, չենք մասնակցի ընտրություններին, բայց տոկոսային հարաբերությամբ, տոկոսային հարաբերությամբ։ Չէ, իհարկե կան ավելի դրական սցենարներ, ավելի, ասենց ասեմ, հավանական սցենարներ իշխանափոխության եւ կան ավելի մի քիչ ավելի վատ սցենարներ, այսինքն լավագույն սցենարը, որ ես կհամարեի սցենար A, դա կլիներ, եթե կայանար համախմբում համազգային, իսկ դա կարող է անել Սամվել Կարապետյանի ուժը, իրանք հիմա ունեն այդ դիրքը Հայաստանում, որ իրանք կարող են իրենց շուրջ միավորել ամբողջ ընդդիմությանը։ Եթե անեն, ես ասում եմ, ընտրություններից առաջ Հայաստանում արդեն կլինի մարդկանց ուղեղում այդ քաղաքական հեղափոխությունը կլինի, ու արդեն իշխանությունից բան չի մնա, ուղղակի բան չի մնա։ Այստեղ խնդրեմը նաև այն է, որ իշխանությունը ակնհայտաբար պատրաստվում է նրան, որ Սամվել Կարապետյանի ուժին շպրտի ընտրություններից, այսինքն չգրանցի որպես ընտրական բանին այդ մասնակցելու իրավունք ունեցող ուժ։ Իսկ եթե այդ համախմբումը կայանար, դա նաև ինչ որ առումով դրա դեմը կառներ, որովհետև դե հիմա չես կարող ամբողջ ընդդիմությանը դուրս շպրտես ընտրություններից։ Այս շատ կարևոր բան է, որ իրենք հասկանան ու անեն, սա երաշխավորված սցենարն է հաղթանակի։ Եթե չեն անում, հա, ստեղծվում են հիմա արհեստական մոդելները, մի քանի բևեր, համախմբում, ամեն մեկը փորձի ինչ որ մի արդյունքի հասնի, բան եւ այլն, բայց դա արդեն մտնում ենք սենց էլի ինչ որ կոմպրոմիսների դաշտ, որը այդքան երաշխավորված չի, բայց միևնույնն է հնարավոր է ինչ որ բան անել։ Ուղղակի այսօրվա ընդունված օրենքները իշխանության այնպիսին են, որ իրենք ուղղակի ամեն ինչ արել են, որ համախմբումը պրոբլեմատիկ լինի։ Ասենք, գիտեք, որ հիմա արդեն եթե դաշինքով ես գնում, պետք է անպայման 8% հավաքես եւ ավելին։ Եթե հանգրցակի 3 կուսակցությունից ավել է դաշինք, արդեն դի 10%։ Այսինքն ամեն ինչ արել են, որ բարթացնեն համախմբումը։ Սա հատուկ է մտածվել։ Իսկ բանը առանձին կուսակցությունների համար շեմը իջացրել են 4%-ի, որ խրախուսեն առանձին գնալը։ Խորամանկ քայլ են արել։ Հա, այսինքն իրենք իհարկե ամեն ինչ արել են, որ ինչքան հնարավոր է ֆրագմենտացնեն դաշտը, ասում եմ, այդ ստրատեգիայի հաղթարման ամենակարևոր քայլը կլիներ Կարապետյանենց ուժի կողմից մեծ համազգային ֆրոնտի ստեղծման նախաձեռնումը։ Իրենք անեն հալալա, այդ արդեն ինչ որ նախադրյալներ կստեղծեն։ Նախ գիտեք ինչ, ժողովրդի մեջ, նաև հասարակության որոշ հատվածների մեջ կհաներ այն բանը կասկածանքը, հա, մտահոգությունը, որ կարող է պատահի իրանք շահերն են հետապնդում տնտեսական, ասենք այդ կլանը, բանը, գալու է իշխանություն վերցնի, եթե գնում են համազգային ֆրոնտի, այդ կասկածները դա արդեն այդ կասկածները հանվում են, որտեղ խոսքը գրվում է նրա մասին, որ դա արդեն բոլորով են մասնակցում այդ ամեն ինչին, սա համազգային կառույց է, այնտեղ ոչ ոք չի կարա իր ասենց ձեռք բերվող իշխանությունը չարաշայի։ Այսինքն այդ բաներն էլ են հանվում։ Հասկանում եք։
Ես իսկապես հուսով եմ այդ բանը կլինի, բայց ասում եմ, եթե լինի B սցենարը, էլի պետք չի հուսատվել։ Եվ մի բան էլ ասեմ, այդ դեպքում նաև կարող է անհրաժեշտություն ծագի այս բոլոր այս կանխատեսումները, քաղտեխնոլոգներին, սոցիոլոգներին, բաներին, սա բոլորին մի կողմ դնել։ Որտեվ sense մի հատ բան են մտցրել, որ այ գիտեք ինչ, մի 2-3 ուժ կա, որ կարող է հաղթահարի շեմը։ Մեկ Քոչարյանն է, մեկ բանն է, Ծառուկյանն է, մեկ էլ Կարապետյանը։ Հետո, այսինքն դուք այս ընտրությունները ոչ մի նշանակություն չունի, հայ ժողովրդի կամքը ոչ մի նշանակություն, դեբատները ոչ մի նշանակություն չունեն, հա, բայց ինչի համար ենք հասկացնում։ Հենա դրենք բանը, փոխենք ընտրական օրենսգիրքը, տնենք ով ասենք բերում է $1 միլիարդ դնում, կամ չգիտեմ լավ, թող լինի $100 միլիոն դնում, նա արդեն շեմը համարենք անցած։ Այդտենց անենք, որտեղ ստացվում է, որ ռեսուրսային ուժերը այն գլխից ստեղծում են այդ տպավորությունը, որ մենակ իրանք են անցնում, ու այն մյուս ուժերը out են ընկնում։ Այդտենց չեղավ։ Այս բանը պետք է կոտրել։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մանիպուլյացիա է, սա ուղղակի ուղեղի լվացում է, որ այ մենակ այս ուժերը կարան շեմը անցնեն։ Ով ասեց։ Ով ասեց, այդ բաները դադարեցրեք, այդ բանը հենց մանիպուլյացիա է, ու դրա հաջողությունը գալիս է մենակ նրանից, որ մարդիկ սկսում են դրան հավատալ։ Եթե չհավատան, այլ գնան ընտրեն այն ուժին, որը իրանց համար համակրելի է, որտեղ ծրագիրը ներկայացնում, որովհետև ասենք ինքը մաքուր է, օլիգարխիկ չի, էսա, այնա եւ այլն, կարող է այդ ուժը շատ մեծ տոկոս հավաքի։ Պարզ է, պարոն Զուրաբյան, շատ շնորհակալ եմ, մեր ժամանակը սպառվեց, առիթներ դեռ կունենանք մինչև ընտրությունների ժամանակ կա, հույս ունեմ նաև դեբատներին կգաք եւ կմաս